Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդավարական հանրապետության Ստարոբելսկ քաղաքում գտնվող քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով տուժել է 40 երեխա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տեղի երեխաների իրավունքների լիազոր Իննա Շվենկը։ Նրա խոսքով 9 երեխա գտնվում է հիվանդանոցում, իսկ 3-ի վիճակը ծանր է։ Շվենկը նշել է նաև, որ 18 ընտանիք սպասում է որոնողափրկարարական աշխատանքների արդյունքներին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, հոգեբաններն ու տեղի իշխանությունների ներկայացուցիչները։ Ավելի վաղ Լուգանսկի ղեկավարը հայտնել էր, որ հարվածի պահին այնտեղ եղել է 86 երեխա, 14-ից 18 տարեկան։ Վերջին տվյալներով զոհվել է 6 մարդ, իսկ փլատակների տակ դեռ կարող են մնացած լինել մոտ 18 հոգի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանի վրա իրականացված հարձակումը եւ հայտարարել, որ ռուսական կողմից պատասխան կլինի։ Պուտինի խոսքով հարվածը պատահական չէր, քանի որ նույն վայրի վրա հարձակումը իրականացվել 3 ալիքով 16 անօդաչու սարքերի կիրառմամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին չկատարել Կիևի ռեժիմի հանցավոր հրամանները։ Միջադեպին անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավում Իսրայելի հասցրած 2 հարվածների հետևանքով զոհվել է շտապօգնության 6 աշխատակից։ Իսրայելական կողմը հայտնել է, որ թիրախավորվել է Հեզբոլահի ենթակառուցվածքները։ Միաժամանակ Լիբանանի ֆինանսների նախարարը Reuters-ին հայտնել է, որ պատերազմի հետևանքով երկրի տնտեսությունն այս տարի կարող է կրճատվել առնվազն 7%-ով, իսկ ընդհանուր վնասը հասել է մոտ 20 միլիարդ դոլարի։ Իսրայել-Լիբանան լայնածավալ բախումները սկսվել էին մարտի 2-ին։ Լիբանանի տվյալներով հակամարտության ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 3100 մարդ, վիրավորվել ավելի քան 9000-ը, իսկ հազարավոր բնակիչներ տեղահանվել են։ Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրը նախօրեին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ մինչև ուշ գիշեր շարունակված բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում հետագա սրացումը կանխելու եւ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ընթացող դիվանագիտական նախաձեռնությունները։ Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպել էր նաեւ Պակիստանի ներքին գործերի նախարարը։ Ըստ գործակալության քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել այն հարցերին, որոնց շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը դեռևս համաձայնության չեն հասել։ Մինչև այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է մի քանի օր սպասել Թեհրանից պատասխանի, սակայն զգուշացրել էր, որ գործարքի բացակայության դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է վերադառնալ ռազմական գործողություններին։